Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծն այսօր դրական եզրակացություն չստացավ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Կողմ քվեարկեց միայն Ժառանգության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը։ Հականդամը չքվեարկեց, Դաշնակցության եւ Բարգավաճ Հայաստանի անդամները ներկա չէին քննարկմանը։ Մեկ կողմ, դեմ, 5 դեմ, ձեռնպահ չկա եւ հետեւաբար նաեւ քարոզիա օրակարգում չի կարող ընդդիմել։ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով իր հեղինակած փաստաթուղթը նշեց, գիտակցում է հատկապես վերջին ներքաղաքական զարգացումներից հետո ազգային ժողովում իր նախաձեռնությունը դատապարտված է, բայց եւ բացատրեց, թե ինչու է այնուամենայնիվ նման պայմաններում քննարկման դնում նախագիծը։ Վերջին օրերի քաղաքական շոկի ֆոնին քաղաքացիական պայմանագիր միավորումը հարկ է համարում վերահաստատել, որ Հայաստանում հաստատված կոռումպացված իշխանության հեռացումը Սերժ Սարգսյանին, նրա իշխանության առանցքային դերակատարներին, 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության մյուս կազմակերպիչներին եւ կատարողներին իրավական եւ քաղաքական պատասխանատվության ենթարկելը լինելու է իր ապագա քաղաքական գործունեության առանցքային խնդիրներից մեկը։ Հայ ազգային կոնգրեսից Գագիկ Ջհանգիրյանը անգրագիտություն որակեց ներկայացված փաստաթուղթը, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց նրա ելույթին, նախկին զինդատախազը ցուցադրաբար լքեց դահլիճը։ Որոշման նախագիծը իրավաբանական կամ իրավաբանորեն անգրագիտություն է։ Ես հասկանում եմ, որ գլխավոր դատախազ դառնալու ձեր երազանքի իրականացումը ընդամենը 1 օր առաջ է եւ այդ երազանքը իրականացնելու համար դուք հիմա նոր սցենարներ կառուցելու եւ նոր սցենարներ գծագրելու եւ նոր տեղերում հայտնվելու անհրաժեշտություն ունեք եւ այսօր արեցիք այդ անհրաժեշտության առաջին քայլը, ինչի կապակցությամբ ձեզ շնորհավորում եմ։ Դեռևս նախորդ տարի շրջանառության մեջ դրված փաստաթղթում Փաշինյանը իմպիչմենտը հիմնավորող 9 դրվագ էր նշել։ Մարտի 1-ի փաստահավաք խումբը ցրելուց մինչև հայ-թուրքական արձանագրություններ, գազի թանկացումը գաղտնի պահելուց մինչև Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելը։ Վերջին իրադարձություններից հետո նախագիծը համալրվել է եւս մեկ կետով։ Փաշինյանը պնդում է, որ 1 շաբաթ առաջ ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հանձնարարություն է տվել վարչապետին Գագիկ Ծառուկյանին ստուգել միայն այն բանից հետո, երբ վերջինիս գործունեությունը դադարել է բխել իր քաղաքական թիմի շահերից։ Նիկոլ Փաշինյանը նշում է, իմպիչմենտի հիմքերի ցանկը կարելի է երկար շարունակել։ Մենք աշխատել ենք նախագծում ներառել այնպիսի կետեր, որոնք վստահ ենք, որ կարողանանք որևէ ատյանում, այդ թվում սահմանադրական դատանում ապացուցել։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ հանրապետական Հովհաննես Սահակյանն ասում է, փաստաթուղթը դուրս է իրավական հարթությունից։ Առաջին անգամ, երբ որ փաստաթուղթը սկզբից մինչև վերջ կարդացի, իմ մոտ տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությունների ամփոփ ժողովածուն է բերել ազգային ժողովի մեր հանձնաժողով։ Հանրապետական խմբակցությունից Վահրամ Մկրտչյանն էլ անդրամաբանական մտքերի շարադրանք համարեց Փաշինյանի ներկայացրած նախագիծը հղում կատարելով սահմանադրությանը։ Վերնագրված է այս փաստաթուղթը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի պաշտոնանկման մասին, այնիշ մեր սահմանադրությունը նմանօրինակ բան չի նախատեսում։ Նախատեսում է հանրապետության նախագահի պաշտոնանկության մասին։ Արդեն իսկ այս փաստաթուղթը այս վերնագրով ընդհանրապես քննարկման ենթակա չէր եւ ես կարծում եմ նույնիսկ սա պետք է չհասներ այս իրավաբանական հանձնաժողով, չպետք է ընդունվեր։ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, այլ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ։ Եթե Ջհանգիրյանը եւ մեծարգո Սերժ Սարգսյանին նամակ գրող իր գործընկերները Սերժ Սարգսյանին ընդունում են որպես հանրապետության նախագահ, դա իրենց խնդիրն է։ Իրենք թող ընդունեն իրեն որպես հանրապետության նախագահ եւ գնան բաց նամակներ գրեն, փակ նամակներ գրեն, խորհրդապահական խողովակներով շփվեն, ջան ասեն, ջան լսեն, հիշեն իրենց հին օրերը, թե ինչպես 25 տարի կառուցեցին, շինեցին Հայաստանի Հանրապետությունը։ Զարուհի Փոստանջյանը առաջարկեց այս փաստաթուղթը տանել Ազատության հրապարակ եւ ժողովրդական դատավարություն կազմակերպել։ Պետք է սա տանենք հրապարակ, այս Սերժ Սարգսյանի դատապարտումը։ Իհարկե ես ցանկանում եմ Սերժ Սարգսյանին տեսնել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Դա միակ տեղն է, որտեղ նա պետք է գտնվի եւ երիտասարդ ուսանողները հնարավորություն ունենան տարիների ընթացքում գնալ եւ իրեն հարցեր ուղղել, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի տեղն է այնտեղ, ուղղել
ուղղել նրանց հարցեր, թե ինչու կործանեցին այս ընթացքը մեր